Ողջույն սիրելի հետևորդներ, կանխավ շնորհակալություն մեզ բաժանորդագրվելու համար։ Ճիշտ ասած, ես տեսնում եմ, որ արդեն շարժ կա, բաժանորդագրվում եք, լայքում եք, կոմենտներ եք գրում։ Շատ շնորհակալություն մեր հաղորդմանը աջակցելու համար։ Բոլոր գիտեք, մեր նպատակն է հային ու հայը, հայը հային աջակցի, օգնի, իրար կողքի լինենք։ Հետևեք YouTube-ում, Instagram-ում, Facebook-ում։ Այսօր մեր հյուրն է Պան Արմենիա ինտելեկտուալների հարթակի հիմնադիր տնօրեն Գևորգ Մանուկյանը։ Պարոն Մանուկյան, ողջույններս, հարգանքներս, շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեզ տեսնելու համար, ոնց են ասում, մարդը ինչ փնտրում, գտնում է, ինչ ուզում է իմանալ, իմանում է։ Ճիշտ ասած, հետևելով ձեր էջերին եւ մի քանի անգամ ձեր սեմինարներին, մեծ ուրախություն ապրեցի, որ ձեզ նման հզոր հայորդի կարողանում է աշխարհով մեկ քարոզել, կարողանում է աշխարհով մեկ մարդկանց հավաքել, իրար կողքի եւ ձեր գիտելիքը, ձեր իմացությունը տալ։ Այ իմ հաղորդման նպատակը դա է եւ շատ հպարտ եմ, շատ ուրախ եմ, որ ձեզ ճանաչում եմ։ Ինչքան ժամանակ է, որ ստեղծվել է այդ ինտելեկտուալների ակումբը։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, մեր աշխատանքը կարևորելու համար, Իվան ջան։ Ավելորդ համեստություն չի, շատ հաճելի է, որ գովում եք, որովհետև դա մոտիվացնում է եւ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը ավելի լավ է կատարում, երբ որ զգում է, որ դա ավազի հատիկների մեջ չի կորում իր արած աշխատանքի արդյունքը, այլ նոր ինչ որ որակ եւ արժեհամակարգ է ձևավորվում, ստեղծվում իր կատարած աշխատանքի շնորհիվ։ Եվ այս իմ նախաձեռնության շնորհիվ իմ համար մեծ բացահայտում էր, որ նաև ծանոթացա ձեզ հետ։ Իմ կյանքում նոր ձեռքբերում եք նաև դուք եւ նույնիսկ ձեր այսօրվա հաղորդումը իմ համար մի նոր մոտիվացիա է, որպեսզի կրկնապատկեմ իմ ուժերը եւ ավելի եռանդով աշխատեմ, որովհետեւ ամեն օր մեր աշխատանքների շնորհիվ մենք ձեռք ենք բերում նոր որակյալ, ինչպես ձեր հաղորդումն է կոչվում, հային։ Ցավոք սրտի ուզում եմ ասեմ, որ լավ տրամադրությունով չէր ստեղծվել այս նախաձեռնությունը, այսինքն ճակերտավոր ասած լավ որովհետև ինքը ստեղծվել էր ինչ որ կարիքից դրդված։ Ես 8 տարի առաջ եմ եկել Միացյալ Նահանգներ, դե բոլորը գիտեն, որ Միացյալ Նահանգներում շատ բարդ է ինքնակայացման, ինքնահաստատման փուլը ընթանում, մինչև որ դու ինքդ քեզ գտնես, նոր դրանից հետո կարողանաս հանրային հասարակական գործունեությունով զբաղվես։ Ոմանց մոտ ամբողջ կյանքում այդպես էլ չի ստացվում, ոմանց մոտ շատ երկար է տևում այդ ժամանակը։ Իմ մոտ բախտի բերմամբ դա տևեց ընդամենը 5 տարի եւ այդ 5 տարիների ընթացքում իմ մոտ հսկայական ահռելի պակաս կար արժեքավոր հայի, ինտելեկտուալ հայի, մտածող հայի, մտածելակերպը ժամանակակից փոփոխվող աշխարհում ավելի ճկուն ձևով իրականացնող հայի, այսինքն մեր ժամանակակից փոփոխվող աշխարհում անհնար է ապրել հին կարծրատիպերով։ Կյանքը փոփոխվում է եւ ամեն ժամանակաշրջան իր հետ բերում է իր նոր պահանջները։ Եվ դրա համար առաջնորդվել նախկին կարծրատիպերով շատ դժվար է պահպանել հայ ընտանիքը եւ ինչու՞ չէ նաեւ հայապահպանության խնդիրը։ Այսինքն մեր աշխատանքի բովանդակությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանալով կարևորել ավանդական արժեքները եւ մեր արմատները, կարողանանք մարդուն փոխանցենք այնպիսի գիտելիքներ, կարողություններ եւ հմտություններ, որպեսզի ինքը հեշտությամբ ադապտացվի նոր փոփոխվող աշխարհի թելադրված նոր կանոններին։ Շատ դժվար է ապրել նոր ժամանակաշրջանում հին արժեհամակարգերով, բայց հին արժեհամակարգերը իրենց մեջ պարունակում են շատ կայուն բովանդակային արժեքներ, որը պետք է շատ հետաքրքիր եւ սահուն ձևով փոխանցել նոր ժամանակաշրջան եւ ինչպես հիմա ավելի մոդեռն այսպես ժամանակակից բառեր կան, կարողանալ այդ ամեն ինչը միքս անել, համատեղել, ինչպես հելենիստական մշակույթը, որ բացառիկ էր Հայաստանում եւ միայն հելենիզմը եղավ Հայաստանում, որտեվ երբ որ հույները եկան Հայաստանը ոչ թե նվաճեցին, այլ ուղղակի Հայաստանը կարողացավ իրենց այդ դաշնակից երկիր դառնալ եւ անրանք անցան դեպի արևելյան երկրներ, հայկական եւ հունական մշակույթի համատեղումից ձևավորվեց հելենիզմը եւ դա այսօր ասենք եթե մենք ունենք Գառնիի տաճար, որ հպարտանում ենք եւ այդ ժամանակաշրջանի որոշակի կոթողներ, հենց այդ միքսի արդյունքն է։
այսինքն երբ որ հայկական ավանդականը մենք կարողանում ենք ճիշտ ժամանակաշրջանի հետ կարողանում ենք համատեղել, դրա արդյունքում ծնվում է որակապես մի այլ արժեհամակարգ, որը նորից մերն է լինում։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ Սփյուռքում ապրելով մեր խնդիրն է որոշակի փոփոխություններ, նորամուծություններ հաղորդել մեր հայ մտածելակերպին, ինչպես ընդունված է ասել մենտալիտետին, բայց միևնույն ժամանակ այնպես անել, որ այդ մարդը ոչ թե ձուլվի, դառնա ինքը Ֆրանսիա հայ, Ամերիկա հայ կամ Ռուսաստանաբնակ հայ, այլ իր այդ հայկականությունը անկախ իր ապրած երկրից պահպանվի եւ այդ միքսը շատ չափաբաժինը այնքան համատեղելի լինի, որ վստահաբար որ երկրում էլ որ հայը ապրի, միանշանակ որ ազգին էլ որ հարցնես, ասեն սա հայկական մշակույթի կամ հայկական ինտելեկտի արդյունք է։ Եվ այդ պակասը ես զգացի մեր համայնքում 5 տարի բնակվելով ես հասկացա, որ ցավոք սրտի այդ ինչպես ասում են ճերմակ ցեղասպանություն Սփյուռքում դա չերևացող աներևույթ ձևով տեղի է ունենում, որովհետև չգիտեմ բախտի բերմամբ թե դժբախտաբար բավականին վերջին շրջանում ինտելեկտուալ հայեր են ներգաղթում Սփյուռքի գաղթօջախներ, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլ երկրներ նույնպես, բայց այդ մարդիկ բախվում են կենցաղային խնդիրների, նյութական խնդիրների եւ հոգեվոր արժեքային համակարգը իրենց մոտ տեղը զիջում է նյութական աշխարհին, իսկ նյութական աշխարհը ցավոք սրտի մեծամասամբ ստեղծված է չարից եւ այդ չարիքը մտնում է ընտանիքներ, քայքայում է ամուսնական ընտանեկան հարաբերությունները, քայքայում է երեխաների, ծնողների փոխադարձ հարաբերությունները, որը իրանց հետևից բերում են բազմաթիվ այլ տհաճ երևույթների, ինչպիսիք են, ասենք օրինակ, երեխաների տարբեր արատավոր երևույթներով զբաղվելը կամ արգելված ինչ-որ գործունեությամբ զբաղվելը եւ այլն։ Շատ բարի։ Դուք արդեն ապրել եք 8 տարից թե 5 տարի, ես եմ ապրում, տեսնում եք այդ շարժը, հիմա ամեն ինչ դարձել է, ասես կոպիտ ասած, բրենդային մտածելակերպի հայտնության, ով որ հայտնի է, ով որ բրենդ է, ով որ շատ երևացող է, տենց։ Տես հիմա ես տեսնելով այդ ինտելեկտուալ ոնց եք դուք կազմակերպում, ոնց են մարդիկ ճանաչում, ոնց են գալի, ընդգրկվում, որ կարողանում եք այդ ամեն ինչը փոխանցել եւ этап ինչա ձեր նպատակը հերթականությամբ խնդրում եմ ասեք մեզ հետևորդները տեսնեն իմանան որ այդ հերթականությունը որ Գևորգ Մանուկյանը հերթականությամբ ինչ է ուզում անել եւ նաեւ ինչ ճանապարհ եք անցել ճիշտ է դուք շատ մեծ ճանապարհ եք անցել դասավանդել եք եղել եք ծառայող պետական աշխատող ուրիշ երկրներ արևելյան երկրներում դասավանդել եմ այո ասեմ շատ լավ հարց տվեցիք մանավանդ այդտեղ շատ բանալի լավ բառ օգտագործեցիք բրենդ բառը ուրեմն ես ձեզ ասեմ սովորաբար բրենդի ձգտում են այն մարդիկ ովքեր իրենցից բրենդ չեն ներկայացնում եւ ինքը կարիք ունի ինչ որ բրենդի անվան տակ ինքը իր անձը դրսևորելու Իմ տրեյնինգների ժամանակ ես հատուկ դասախոսություն ունեմ, որը կոչվում է անձի բրենդ եւ ռեբրենդինգ։ Բրենդը ինքը ոնց որ երկիմաստ բառ է եւ դրական եւ բացասական։ Ուրեմն ցանկալի է, որ յուրաքանչյուր մարդ ինքը իր անուն ազգանունը, իր գործունեությունը եւ իր գոյությունը կյանքում կարողանա դարձնի բրենդ։ Երբ որ ասեն օրինակ իր անուն ազգանունը, մարդիկ միանգամից ասոցացնեն իրան որևէ դրական երևույթի հետ։ Դա բրենդն է։ Բայց ժամանակակից այս փոփոխվող աշխարհում, երբ որ մարդը ստիպված է փոխի իր լոկացիան, ոչ միայն բնակավայրը, այլ նաև երկրից երկիր է տեղափոխվում, իր ապրելակերպն է նաև փոխվում եւ իր կենցաղն է փոխվում, շատ բնական է, որպեսզի մարդը իրեն ենթարկի ռեբրենդինգի։ Օրինակ ես եւ իմ ընտանիքը միանշանակ մենք էլ ենք ենթարկվել այդ գործողություններին, բայց խելամիտ է այն մարդը, որը ինքն է զբաղվում իր ռեբրենդինգով եւ ոչ թե երկիրը կամ միջավայրն է զբաղվում իր ռեբրենդինգով։ Հիմա ես իմ տրեյնինգների եւ հիմնականում իմ տարածած գիտելիքների շնորհիվ կարողացել եմ Գերմանիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից ձեռք բերել այնպիսի մարդկանց մտերմություն, համակրանք եւ համագործակցություն, ովքեր յուրաքանչյուրը ինքը իր ոլորտում բրենդ է ներկայացնում, հայտնի նկարիչ, հայտնի բանաստեղծ, հայտնի դերասան,
Եվ իմ համար մեծ պատիվ է, որ ես կարողանում եմ հայթայթեմ ամբողջ աշխարհում այս տեսակ հայերի, ճիշտ է, այս պահին մենք չենք կարողանում գործնական հողի վրա որևէ ինչ որ գործողություն ծավալենք, բայց ես վստահ եմ, որ տիեզերքում ոչինչ աննկատ չի մնում եւ այսօրվա ցանած սերմերը համբերատար մենք պետքա խնամենք, խնայենք, փայփայենք, ջրենք, աճացնենք եւ շատ շուտով ես վստահ եմ, ինչպես իմ կյանքում շատ երևույթներ, անմիջապես դրա դրական արդյունքը ես չեմ տեսել, բայց տարիների ընթացքում անպայման դա տալիս է իր պտուղները, որակապես եւ նույնիսկ ինչու՞ չէ, ստատուսի մարդու կարգավիճակում ավելի բարձր, ավելի դրական փոփոխություններով։ Այսինքն ձեր հարցը, որպեսզի ավելի ամփոփ պատասխանեմ, նախ առաջինը մեր խնդիրը նա է, որպեսզի մարդկանց մոտ կարողանանք ձևավորել իրենց բրենդի գիտակցությունը, այսինքն պետք է աշխատենք մարդու ինքնաճանաչողության հետ, որովհետև եթե դուք այստեղ Ամերիկայում եք, արդեն նկատած կլինեք, որ շատ մարդիկ, որ Հայաստանից գալիս են Միացյալ Նահանգներ, օրինակ մանկավարժը Հայաստանում ապրելով եւ աշխատելով իր մանկավարժական միջավայրում, իրան թվում է, որ ինքը մանկավարժությունից բացի այլ բանով չի կարող զբաղվել։ Եվ մեկ էլ Միացյալ Նահանգները կամ չգիտեմ Ֆրանսիան իր պայմանները, պահանջները, որ թելադրում է այդ մարդուն, այդ մարդը իր մեջ բացահայտում է, որ ինքը կարող է լավ թխվածքներ պատրաստի, որ ինքը հրաշալի խոհանոցի մասնագետ է, կամ չգիտեմ, ինքը, ասենք, շատ փայլուն կարողանում է դերձակությունով զբաղվել։ Եվ այսօր մենք ունենք շատ հաջողված, ենթադրենք, այլ մասնագետներ, որոնք Միացյալ Նահանգներում բացել են իրենց անհատ ձեռնարկատիրական գործողությունով են զբաղվում եւ ավելի հաջողված եւ եկամտաբեր կյանքով են ապրում, քան նախկինում։ Այսինքն սա ինչի հետ է կապված, երբ որ մարդը ինչ որ միջավայրի մեջ է լինում, ինքնաճանաչողությունը իր մոտ, ինքնաբացահայտումը, այսպես ոնց որ գնում է երկրորդ պլան եւ ինքը վարժված իր կենցաղով ապրում է իր կյանքը, մինչեւ որ աշխարհը, տիեզերքը կամ կյանքը չի ստիպում իրան, ճգնաժամի առաջ չի կանգնացնում, որպեսզի ինքը մի հատ խորը նորից վերանայի իրան, հասկանա իր ներսում ինչ այլ թաքնված տաղանդներ, հնարավորություններ, շնորհքներ կան, որպեսզի ինքը կարողանա դրսևորի։ Եվ այդ լոկացիայի փոփոխությունը, այս տրանսֆորմացիան երբեմն մարդուն բերում է բավականին որակապես ավելի լավ կյանքի, իսկ եթե մարդը մտավոր ինտելեկտուալ առումով թույլ է լինում, տկար է լինում, հոգեպես պատրաստ չի լինում այդ փոփոխություններին, հակառակը նրա կյանքը կործանում է։ Ընտանիքն է, ասենք, քայքայվում, ինքն է իրեն տալիս թմրանյութերին, ալկոհոլին եւ չեմ ուզում խորանամ, այս տեսակ այլ վատ երևույթների։ Մենք հայերս այդ բանը ունենք, էլի, ասենք, ամեն օր բախվում ենք դրա հետ, ասենք Հայաստանում ինքը աշխատել է, ձեր ասենք, մանկավարժ, դերասան կամ պաշտոնյա եղել, Ամերիկայում եկել է, ուրիշ գործով է զբաղվում, դա արդեն հոգեբանորեն երկու ճանապարհ է տալում, մեկը կամ պիտի հարմարվի այդ ձգտի կամ ստրեսի ինչ-որ բաներ ու այդ խոսակցությունները 24 ժամ կա, բայց գիտես ով է եղել Հայաստանում։ Ամեն րոպե, ամեն հայի տենալուց կարելի ասել 99%-ը այդ խոսակցությունները կգիտես ես ով եմ եղել Հայաստանում, ես եմ արել պաշտոնյա, մեծ գործի երկիչ եմ դերասան, բայց այսօր ստեղ տաքսի եմ քշում, ես եմ անում։ Հիմա ես էլ եկե բախվել եմ, ես էլ ինչ ասես աշխատել եմ, շատ դժվար գործեր, շատ ծանր գործեր, հիմա էլ, բայց այդ ինքնաճանաչողությունը ձեզ նման մարդկանցով լսելով ոնց որ ասած գնում ես արմատներ ճանաչում ես դու ինչ կարող ես անել ինչ չես կարող բան չես ենթարկվում այդ մթնոլորտի բանը որտեղ մթնոլորտ ուրիշ բան է թելադրում այդ ավանդույթներ բաներ ես այդ լրիվ գիտեմ հասկանում եմ շատ ուսումնասիրել եմ նայում եմ մեր ազգային արժեքները եւ այլն բայց այսօր իրական Ամերիկայում ենք ապրում Ամերիկա ռեալ մարդկանց հետ որ շփվում ենք մենք տենում ենք այդ ցուցամոլության այդ պայքարը ուրիշ բանի հետ է ժամանակները ուրիշ բանա թելադրում որ ձգտում են լավ մեքենա լավ հագնել լավ ուրիշ ռիթմի մեջ է գնում կյանքը էլ արդեն ինտելեկտուալ գիտելիք բան ոնց որ կոպիտ ասած մնում է մի բանը նույնիսկ ասենք շատ անունը չեմ ուզում չեմ վախենում ոչ մեկից կարամ տա մեր երկրի առաջնորդներ որ առաջի նույնիսկ վարչապետից սկսած ասում է երեխան որ առանց դպրոց գնալ առանց գիտելիքի յաշիկ է քշում այդ բառերով կամ ծնողներն ասում են իմ երեխան լավ հագնեմ լավ քշի ինչ սովորի բան այն
ամեն ինչ անում են, որ հեշտ ձևը գտնեն ապրելու եւ թեթև ապրեն, լավ հագնվեն, լավ մեքենա քշեն։ Էլ գիտելիք բանը, այդպես ոնց որ դա գնում է 3-4 պլան, մանավանդ հիմա համակարգիչը որ կա, էլ այդքան ես իմ կրթություններ պետք չի։ Շատ լավ, Իվան ջան, ես հասկացա քո հարցի մեջ բավականին շատ խորքային խնդիրներ կա եւ համազգային նույնիսկ ասենք օրհասական դարձած խնդիրներ կփորձեմ համառոտ վերհանեմ, բայց մինչեւ դրա սկսելը ուզում եմ շատ հետաքրքիր մի հատ ձևակերպում կա, որը իր մեջ պարունակում է ամբողջը, բայց մեր լսարանը եթե չհասկանա, դա կփորձեմ հերթով բացեմ։ Ուրեմն այսպեսի մի բան կա, ասում է ուժեղ մարդիկ ստեղծում են լավ ժամանակներ։ Լավ ժամանակները ծնում են թույլ մարդկանց։ Թույլ մարդիկ ձևավորում են վատ ժամանակներ։ Վատ ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց։ Այսինքն սա մի հատ ցիկլ էր, եթե ուշադրություն դարձնեք կամ ձայնագրությունը հետո որ մի հատ լսեք, ես հիմա նույնիսկ ես ասեցի, ես փշաքաղվեցի, այդ մարդու ոնց որ պատմության ու մարդու իր ապրածի ցիկլն է, որ երբ որ մարդը տարբեր ժամանակաշրջաններում պայմանավորված ժամանակաշրջանից ինքը ինչ որակի մարդ է լինում, բայց մարդու խնդիրն է միշտ պահպանի իր հոգևորը։ Այսօր ինչի ես նշեցի իմ խոսքում նյութականացված է աշխարհը։ Նայեք, եթե այսօր դու գնաք թեկուզ Լոս Անջելեսի կամ Հայաստանի ցանկացած եկեղեցի, մանավանդ եկեղեցական որևէ տոնակատարությունների օրերին, ասեղ գցելու տեղ չկա եւ բոլորի դեմքերը, եթե ուշադիր նայեք, բոլորը աստվածավախ, աստվածապաշտ, հնազանդ դեմքեր ունեն։ Մի քանի շաբաթ անց նույն մարդուն տեսնում ես փողոքում լկտի, խափող, կանանց երեխաներին չհարգող կամ օրինազանց մարդիկ։ Այսինքն մարդկանց մեջից Աստվածը պակաս է։ Երբ որ մարդու մեջ Աստծո գոյությունը, Աստծո ներկայությունը մշտապես լինի, անկախ ժամանակների, բրենդների եւ չգիտեմ այլ արժե համակարգերի պահանջից, եթե մարդը կարճած մնաց իր հոգևորի հետ, իր Աստծո հետ, անհնար է այդ մարդու ոչ ընտանիքը քանդել, ոչ իր արժե համակարգը քանդել, ոչ էլ իր վարքագիծը։ Ուրեմն ես իմ տրեյնինգների ժամանակ իդեպ որ շատ եմ հոգևորի վրա շեշտը դնում, որովհետև նույնիսկ Աստվածաշնչի մեջ ինքը տալիս է, որ հարստությունը վատ բան չի, շատ հաճախ մարդիկ տարբեր մեջբերումներ են բերում Աստվածաշնչից, որ օրինակ հարուստը այնպես կարող է անցնել դրախտ, ինչպես ասեղի հատիկի միջով, եթե կարողանա ուխտը անցնի եւ այլ այս տեսակ ձևակերպումներ են տալի, բայց մարդիկ չգիտեն ինչ է հարստությունը։ Շատ հաճախ մարդիկ փողի քանակությունը, փողի առատությունը համարում են հարստություն, բայց այսօր շատ փող ունեցող դա հարուստ չի։ Ես իմ տրեյնինգների ժամանակ ձևավորում եմ այնպիսի կարծիք, որ եթե դու ձեռք ես բերում շատ փող, բայց այդ շատ փողը ձեռք բերելուց դու կորցնում ես քո ընտանիքը, կորցնում ես քո առողջությունը եւ կորցնում ես նաև ինչ-որտեղ հեղինակությունը քո միջավայրում, որ քո հետևից տարբեր բնորոշումներ են տալիս, թե ինչ ձևով ես այդ փողը, դա հարստություն չի։ Դա ընդհանրապես դու փողատեր ես, խոշոր փողատեր ես։ Հարուստները այն մարդիկ են, ովքեր որ այդ իրանց ունեցվածքը ձեռք են բերում բարեկեցիկ ընտանիքը պահպանելով, իրենց առողջությունը պահպանելով եւ իրանց միջավայրին, իրանց հասարակությանը նպաստելով, նոր արժեքներ ստեղծելուն, հովանավորելով եւ իր համայնքի համար ծառայելով։ Սա է ամբողջ աշխարհի հարուստները, եւ մենք ապրում ենք Հոլիվուդում, ասենք տեսնում եք ինչ միլիոնանոց մարդիկ բարեգործություններ են անում, իրենց հոնորարներից հրաժարվում են որոշակի նպատակների համար, չունենալով, ասենք իրանց սեփական ընտանիքը երբեմն նաեւ, կամ իրանց սեփական երեխաներին զրկելով ժառանգությունից, ավելի կարևորելով հոգևորը կամ հանրային կյանքին նպաստելը։ Ինչի՞, այս մարդիկ են հարուստները։ Իսկ այն մարդը, որը որ հին ավանդական ձևով որ ասում են ուրաքի պես միշտ դեպի քեզ, այդ մարդը հարուստ չի եւ երբեք չի լինի։ Ու այդ մարդկանց հետ, երբ որ դու շփվում ես, տեսնում ես, որ գեղեցիկ լավ խոսք կա, չէ, որ ասում է թանկանոց հագուստի մեջ շատ էժան մարդ էր։ Այդ մարդկանց մեջ, երբ որ դու շփվում ես, տեսնում ես, որ հոգի չկա, իր մեջ ամբողջը նյութական է, արդեն չես ուզում անկախ իր ունեցվածքից, իր ապրած տնից կամ իր վարած մեքենայից այդ մարդու հետ չես ուզում երկար շփվես։ Օրինակ տղամարդկանց մեծ մասը շատ լավ գիտի, որ տղամարդիկ սիրում են աչքերով, կանայք սիրում են ականջներով։ Սա բոլորը գիտեն, բայց իմ տրեյնինգների ժամանակ, քանի որ կանանց
քանակը ավելի շատ է, քան տղամարդկանց, որովհետև կանայք միշտ ձգտում են ինտելեկտուալ արժեքներին, իսկ տղամարդիկ միշտ զբաղված են նյութական աշխարհի բարիքների ստեղծմամբ, շատ նորմալ եմ համարում, բայց ուղղակի տղամարդկանց մոտ պետքա բալանսը, այդ հավասարակշռումն էլ լինի, որպեսզի ինքն էլ մտա, որ իր աճը կարողանա ապահովել։ Ինչևէ, երբ որ կանանց հետ ես շփվում եմ, ես տեսնում եմ, թե ինչքան հարուստ տղամարդկանց կանայք կան, որ իրանք դժբախտ են իրանց ընտանիքներում, որ իրանք խոսում են հայերեն, բայց իրանք հայ չեն։ Այսինքն ձեր ծրագրի վերնագիրը, խորագիրը հայն ու հայը շատ լավ բան է, բայց միայն հայերեն խոսող հայը ինքը հայ չի դեռ։ Այսօր ես շատ հայեր գիտեմ, որ իր հոգին թշնամու հոգի է, որ իր հոգին ոչ մի թշնամին իդեպ միայն թուրքը չի ասեն, բոլորի մոտ մտածա, որ թուրքը մեր թշնամին է, չէ։ Մեր թշնամին մեր տգիտությունն է, մեր թշնամին մեր անգրագիտությունն է, մեր ամենամեծ թշնամին ինքնակրթությամբ չզբաղվելն է։ Այսօր բոլորը գիտեն, որ համալսարանները կամ բարձրագույն ուսումնական բոլոր հաստատությունները մարդուն դարձնում են խելացի, հնազանդ աշխատող ինչ-որ մի կազմակերպության համար։ Բայց աշխարհի բոլոր հարուստները եւ աշխարհում բոլոր արժեքներ ստեղծող մարդիկ իրանք զբաղվել են ինքնակրթությամբ, որի շնորհիվ ձեռք են բերել ավելի մեծ, ավելի կարևոր եւ ավելի արժեքավոր գիտելիքներ եւ այսօր աշխարհին տալիս են այդ արժեքները։ Եթե դուք այսօր ցանկացած մեծահարուստ, ոչ թե հայկական ձևակերպումով մեծահարուստ, այլ համաշխարհային մեծահարուստների կենսագրությանը հետևեք, կտեսնեք, որ այդ մարդկանց մեծ մասը իրենց գիտելիքները ձեռք են բերել ինքնակրթությամբ եւ միջանձնային հարաբերությունների բարելավմամբ եւ այստեղ ասում են connection-ների, կապերի ձևավորմամբ։ Դրա համար իմ տրեյնինգների ժամանակ ես փորձում եմ մարդկանց բերեմ այդ գիտակցությանը, որ նախ առաջինը ինքնա բացահայտում, ինքնա ճանաչում, հետո մարդը պետք է անկեղծ լինի։ Ես եթե ինչ-որ մեկին ասեմ դու ստախոս ես, ինքը վատ կզգա կամ կփորձի հակադարձի, պաշտպանվի, բայց երբ որ մարդը լավ կլինի, որ ինքը իր մեջ ինքնագնահատականը տա, որ բայց ես իսկականից ես ստախոս եմ, ասենք ես թերահավատ եմ, ես շուտ եմ կոտրվում, ես շուտ եմ հուսահատվում, այսինքն մարդը իր բացասական բոլոր կողմերը որ թղթի վրա դնի, գոնե ինքը իր համար, հետո հաջորդ օրվանից սկսի դրանց վրա աշխատել, ինքը կդառնա բացառիկ մարդ ու շրջապատում ինքը կտարբերվի։ Հիմա մենք ինչ ձևով ենք ձեռք բերում մեր, այսպես ասած, հաճախորդին կամ մեր ակումբի հարթակի անդամներին։ Մենք կներեք, այդ հերթականությունը հիմա մեր հետևորդները, որ նայելով ասում են շատ խելացի խոսում է, պարոն Մանուկյանը, ինչ անում, ինչով ազբաղվում, այդ խնդրում եմ ասես հերթականությունը եւ մարդիկ ոնց գան ինտելեկտուալ հարթակ, ինչ սովորեն, ինչ ճյուղեր ունեք, որպեսզի մարդիկ տենան, ես երկու անգամ եղել եմ ձեր տրեյնինգներին, շատ եմ ոնց են ասում, ոսկե բաներ եմ սովորեն, ձեր մայրիկներ, չէ, որ ասում մարդ 10 տարի դպրոց է գնում, 5 տարի էլ համալսարան, 5 տարի էլ համալսարան, բայց եթե ձեռդ վրայից քաշիր կդառնա սովորական բնության մեջ ապրող կենդանի է, առանց որևէ ասենք գնացել է բան, բայց չի դարձել այդ մարդ չդառնա, մարդ չի դարձել, այսինքն այդ չի էլի կարևոր է, որ անպայման ես 5 տարի ավարտեցի համալսարանը, այդ արժեքները վերաբերմունքը, ես անկեղծ ասեմ, մեկ էլ ամենակարևորը այսօր մի բան է պակասում եւ դուք դա ոնց եք նայում եւ դուք ձեր մեջ ես դա զգացել եմ, որ լրացնեն հայը հայի հանդեպ, մարդը մարդու հանդեպ հավատն է կորել, հավատ ոչ թե Աստծո բանի հետ կապված, այլ իրար չեն հավատում իրարու։ Ինչից ուզում ես խոսա, 5 րոպե հետո դրա հակառակն են մտածում։ Նախ մեր հայկական մտածելակերպի լեզվա մտածողությունը կարելի ասել աշխարհում առաջինն է, որտեղ ամեն բառի վրա մի ենթատեքստ, մի բան կարաս ասես, աշխարհում այդպես բան չկա։ Հիմա ստեղ եթե ասում են, այս ինչի ասում ես, օքեյ, վերջ պասնում է։ Մենք մտածում ենք այդ ինչի կամ բա չէ, ասում ես, այս մարդը լավություն արել, ասում է, թե ունի արել է։ Բայց կարող չանել կամ ինչի, կամ ասում ես, շատ գրակ այդ խելացի մարդը, ասում է, ինչ է քշում կամ ինչ ունի։ Ես մի հատ վատ բան ասեմ, դա կոչվում է հոգեբանական հայելի։ Դիմացինի գնահատական տալով ինքը իր մասին է խոսում։ Ես հեսա դրա մասին կանդրադառնամ, Իվան ջան։ Հիմա այդ խնդրում եմ ասեք հերթականությունը ձեր ծրագրերի, ոնց ձեր ակում կան եւ այդ մարդկային հարաբերությունը իրար հանդեպ այդ հավատալու մասին։
Իվան ջան, քո խոսքում շատ հետաքրքիր բան նշեցիր, որ հայի հետ որ խոսում ես, գիտես, այդ երևույթը նաև Հայաստանում էլ է տարածված, որ ասում են ես Ռուսաստանում գիտես ինչեր էի անում, նույնը հիմա փոխանցվել է այստեղ, որ ասում են ես Հայաստանում գիտես ով եմ եղել։ Մի հատ փոքր դրան անդրադառնամ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ երկար ժամանակով դեռ կարևորում են իրենց անցյալը, այդ նշանակում է, որ դա եղել է իրենց մաքսիմումը եւ այդքան էլ ճիշտ չի, որ մարդը բարբերաբար հենվելով իր նախկին ձեռքբերումների վրա կարևորի իր անձը, որովհետեւ ամեն բան ունի իր տևողությունը եւ իր ժամանակը եւ ամեն բան այդ ժամանակի մեջ է եղել հաճելի եւ դրական, բայց երբ որ արդեն ժամանակը քեզ թելադրում է, որպեսզի անցնես որակական նոր փուլի եւ դու չես անցնում եւ մարդկանց ուզում ես ստիպես հարգեն քո անցյալը, այսօրվա դրությամբ ժամանակակից մարդը դրան պատրաստ չի եւ դրան կարող է նայի հումորով եւ որևէ մեկը չի ասի, որ եղբայր անցյալը ասենք ավարտվեց կոնկրետ տարեթվին։ Հիմա մենք ուրիշ տարեթվի մեջ ենք եւ հիմա այսօր ես քո հետ շփվում եմ այսօրով, այսօրվա քո ներկայացրած արժեքներով։ Եվ եթե այսօր դու ուզում ես ես քեզ հարգեմ եւ եթե դու ունես նախկինում ձեռք բերված մեծ արժեքներ, այսօր դու դա պետքա շարունակես, ոչ թե բավարարվես։ Մարդը ընդհանրապես բնության մեջ ինքը այնպիսի էակ է, որ Աստված նրան տվել է կարողություններ, որ ինքը անընդհատ ձգտի ինքնազարգացման։ Երբ որ ինչի եմ ասում, ինքնակրթությունը շատ կարեւոր է։ Երբ որ մարդը ձեր ասացի համաձայն բավարարվում է համալսարանական դիպլոմով եւ իրան համարում է կրթված մարդ, կիրթ մարդ, այդ մարդը լճացած մարդ է եւ այդ մարդը երբեք չի կարող փոփոխվող աշխարհում նոր ժամանակներում ինքը դառնա հետաքրքիր կամ բացառիկ մարդ։ Եվ դրա համար ամեն օր մարդը պետք է փորձի իր անցյալի, եթե ինքը հեղինակավոր անցյալ է ունեցել, իր հեղինակավոր անցյալից մեկ քայլ ավելին անի նոր ժամանակաշրջանում, որպեսզի նոր սերունդն էլ իր մասին իմանա։ Նոր սերունդին շատ դժվար է անընդհատ պարտադրես, որ ես հնում շատ կարևոր մեկն եմ եղել։ Դրա համար այն մարդը, որը որ շարունակի պարբերաբար զբաղվել իր ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ, այդ մարդը կլինի հետաքրքիր, այդ մարդը կլինի պահանջված։ Իսկ այն մարդը, որը որ կբավարարվի իր նախկին պաշտոններով կամ իր նախկին ընդունակությունները թվարկելով, բայց ներկայումս ոչինչ չի անի, որ դրանք զարգացնի կամ որակական մեկ այլ աստիճանի հասնի, այդ մարդը մեղմ ասած ինքը իրեն շատ ծիծաղելի վիճակի մեջ է դնում եւ վստահ եմ այդ մարդկանց մեջքի հետևում իր վրա ավելի շատ ծիծաղում են, քան գովում են կամ հարգում են։ Սա ուղղակի մեջբերում մի փոքր այդ ձեր խոսքին, որ ինչի են մարդիկ իրանց անցյալը անընդհատ գովում կամ կարևորում իրենց նախկինում ունեցած լավ կյանքը։ Իսկ Գևորգ ջան, այսօր մի բան է ձևավորվել, իրար հանդեպ հավատն է կորել, ոչ թե հավատ, ասենք, Աստծո գոյության կամ այդ Աստվածաշեն։ Իրար հանդեպ, հա, ասում են ջան, բան, շփվում են բոլորը շատ լավ, շատ սիրով, բայց կորիզը ինչ որ մի բան պետք է լի նոր, չեն հավատում։ Այլ օրինակ ձեր պարագայում ես ասենք մարդկանց բացատրել եմ, ասում եմ շատ ինտելեկտուալ խելացի, շատ լավ մարդ է, ախպեր, գնացել եմ սեմինարներին, շատ լավ բաներ է խոսում, սովորում ես, լսում, սովորում ես, սաղ կյանքում մնում է մեջը։ Հիմա, հա բայց ով է, ինչ արել, չենք ճանաչում, չենք տեսել բանը։ Ասում եմ, չա, այնքան հայ կա, որ չենք ճանաչում, չենք տեսել։ Ես Ամերիկայում այնց հայեր եմ տեսել, որ Հայաստանից այդ որ մենակ TV-ներով նայում ես կամ ինչ-որ մեծ սայթերով նայում ես, ընդհանրապես իրանք սայթերում է չկան համացանցում, բայց այնց հզոր հայեր են ճանապարհանցած, որ տենում, սովորում են, քեզ օգնում են, աջակցում են, որ դու իրաց չես տեսել, այնց ամեն օր ճաշ ուտելուց, թրաշվելուց, լողանալուց, սթորի անելուց։ Իրանք սկի համացանցում չկան։ Հիմա տես համացանցը կա, ձեր էջերը գործում է ու այդ հավատը իրար հանդեպ, հայի հավատը իրար հանդեպ կապ չունի ինձ Ամերիկայում տարբեր, ոստի հիմա Ամերիկայում ստեղ ենք խոսում։ Այդ կոնֆլիկտները շատ է։ Մի հատ այսպիսի երևույթ ասեմ ձեզ, ամբողջ աշխարհում կա, բայց հայերի մոտ դա մի քիչ ավելի ընդգծված է։ Ասում եմ մարդկանց շարժառիթը աշխարհում ընդամենը երկուսն է՝ շահը եւ վախը։ Այսինքն մարդը ավելի շատ ուզում է ինչ-որ մեկի հետ համագործակցի ընկերություն անի կամ նրա հետ մտերմանա երկու պարագայում, երբ որ նրանից շահ ունի կամ ինչ-որ մեկը նրան վախի մթնոլորտում ստիպում է, որ իր հետ համագործակցի կամ շփվի։ Հիմա, եթե մարդը ինքը այս երկուսից բացի չունի իր տարբերակը,
այդ մարդը շատ բնական է, որ շատ կարևոր մարդկանց չի ճանաչելու։ Որովհետև եթե իրան կոպիտ ասած բնազդով մղում է միայն այս երկու գործոնը եւ ինքը իր մեջից ճունի այդ ցանկությունը, այդ մղումը ճանաչի ավելի կարևոր մարդկանց, ավելի հայտնի մարդկանց կամ իրեն հարստացնող մարդկանց, այդ մարդը միշտ մնալու է այդ մակարդակի մեջ։ Բայց երբ որ մարդը, ինչպես որ Աստվածաշնչում է ասվում, երբ որ թակեք դուռը կբացվի, երբ որ փնտրես կգտնես, երբ որ մարդը ուզում է գտնի, երբ որ մարդը տիեզերք է ուղարկում տրամադրություն եւ մտածելակերպ, որ ես ուզում եմ կամ այս որակապես նոր մակարդակի վրա ում կամ ինչի միջոցով ես պետքա հասնեմ, նույնիսկ Facebook-ը եւ Instagram-ն է գալիս քեզ օգնելու, սկսում է այդ տեսակ մարդկանց էջեր ուղարկել, այդ տեսակ նյութեր ուղարկել։ Այսինքն այն մարդիկ, որ ասում են չենք ճանաչում, չգիտենք, ուրեմն այդ մարդիկ իմ հետ շահ չեն տեսել, ինձանից շահ չեն տեսել կամ ես որևէ մի բան չեմ ստեղծել, որ հետո իրանց վախացնեմ, ստիպեմ, որ ստիպված գան իմ մոտ։ Բայց այն մարդիկ, ովքեր որ ունեն երրորդ տարբերակը, որ ուզում են ինքնազարգացում ունենան, ուզում են ավելի որակապես նոր հարթակ բարձրանան, իրանք ուզած չուզած գտնում են ինձ եւ իմ նման մասնագետների, ես միակը չեմ։ Բայց փնտրող մարդը միշտ գտնում է այն մարդուն, որի միջոցով ինքը կարա բարելավի իր կյանքը։ Եվ կանք նրան թե մեզ կոնկրետ ինչպես են գտնում։ Մենք այսօր Instagram-ում եւ Facebook-ում ունենք Pan-Armenian Intellectuals Platform անունով էջեր։ Մենք պարբերաբար ես իմ դասախոսություններից կամ սեմինարներից հատվածներ եմ դնում, որպեսզի մարդկանց ցույց տամ մենք ինչի մասին ենք խոսում։ Օրինակ, մենք խոսում ենք թե հոգևոր, թե նյութական արժեքների մասին, մենք խոսում ենք հարստության եւ փողի մասին, մենք խոսում ենք կնոջ եւ տղամարդու փոխհարաբերությունների մասին, մենք խոսում ենք տիեզերքի էներգիայի եւ տիեզերքի էներգիայի փոխազդեցությունը մարդկանց վրա, խոսում ենք միջանձնային հարաբերությունների հաստատման մասին։ Այդ բոլորի մասին փոքր-փոքր ես ստատուսների ձևով դնում եմ, իհարկե այդ ամբողջը չես կարա դասախոսությունը կայքերում դնես, բայց այդ ձևով մարդկանց մենք ոնց որ իմպուլսներ ենք տալիս, ազդակներ ենք տալիս, որ եթե ցանկանում եք մասնակցեք այս թեմաների շուրջ, մենք կարող ենք տրեյնինգներ, սեմինարներ կազմակերպել։ Յուրաքանչյուր մարդ, եթե տունը ինքը կրթվում է կամ հաց է ուտում, ինքը որոշակիորեն բավարարվում է իր ձեռք բերած գիտելիքներով կամ սնունդով, բայց երբ որ այդ նույն process-ը տեղի է ունենում իր նման մտածող մարդկանց միջավայրում, այդտեղ տեղի է ունենում հսկայական էներգիաների փոխանակություն, քիմիա է տեղի ունենում։ Այսինքն մեր մոտ ընդունված է, որ ասում են, որ սիրող զույգերի մեջ է տեղի ունենում քիմիա, բայց միայն սիրող զույգերի մեջ չի քիմիան։ Քիմիան նաև նույնանման մտածելակերպ ունեցող եւ բարձր արժեքներ հարգող մարդկանց քննարկումների մեջ է լինում։ Երբ որ ես մի միտք եմ ասում, ես լավ տիրապետում եմ իմ ասած մտքին, բայց այդ միտքը հարստացվում է իմ նման մտածող տարբեր մարդկանց կարծիքներով եւ հետո այդ համալրված միտքը վերադառնում է ինձ։ Այսինքն տրեյնինգների իմաստը, հանդիպումների, սեմինարների իմաստը նա է, որ դու քո իմացածը հարստացնում ես նաև այլ տեսակետներով, այլ տեսանկյուններից ես նայում։ Եվ այստեղ մի հատ տեղի ունենում հետաքրքիր էներգետիկ փոխազդեցություն, որ արդեն առանց այդ միջավայրի դու պատկերացնում ես, որ այլ միջավայրում դու չես կարող ապրել։ Մենք ձևավորում ենք մի միջավայր, որը որ նպաստում է մեր ինքնազարգացմանը։ Իսկ եթե մենք չձևավորենք այդ ինքնազարգացումը եւ այդ միջավայրը, մենք կլինենք մեր, ասենք, որտեղ ենք ապրում, Նորթ Հոլիվուդում, Գլենդելում, Բրբանկում, մենք կլինենք մեր հարևանության այդ միջավայրի հետևանքը։ Բայց մենք պետք է լինենք արդյունք։ Ես այս վերջերս ստատուս էի գրել, որ այսօրվա մեր օրը, որ մենք հիմա ապրում ենք, մեր երեկվա պատճառով ենք այս օրը ապրում։ Այսինքն ինչ պատճառներ մենք ունեցել ենք, պատճառ հետևանքային կապով մենք այս օրը ունենք։ Բայց այդ պատճառները մենք եւ հետևանքները կարող ենք դարձնել արդյունք։ Հիմա մարդկա, որ մնացել է որպես իր անցյալի հետևանք։ Մեր խնդիրն է, որպեսզի մարդը կարողանա դասեր քաղի իր անցյալից եւ իր ապրածը վերարժևորի, դառնա նոր արդյունք եւ գտնի իր նման մարդկանց, որոնք որ նպաստում են իր զարգացմանը։ Եվ սրա շնորհիվ ես այսօր այստեղ ձեռք եմ բերել բավականին մեծ լսարան, լավ ընկերներ, արժեքավոր մարդկանց, ովքեր իրենց ոլորտներում փայլուն մարդիկ են եւ որոշ դեպքերում նաեւ ինձանից էլ ավելի լավն են։ Բայց մեր համատեղ հանդիպումները, տրեյնինգները
փող լրացնում, փող հարստացնում է մեզ։ Այսինքն կներեք, իրար օգնում են, աջակցում են, մեր այդ հաղորդման նպատակն էլ է դա, որ տես դուք կազմակերպում եք, հայերով հավաքվում են տարբեր մասնագիտությունների տերմարդ, մի գաղափարի շուրջ, որ իրար աջակցեն, օգնեն, փոխհարաբերություններ, սեմինարներ, դասեր, ճիշտ եմ հասկանում, չէ՞։ Հա, իրար օգնեն, որպեսզի այլ ճանապարհներ հարթեն, ոնց եք դուք ասում, նախկինը պահելով ավանդույթները, բայց հիմիկվա ժամանակի մեջ հաղթարել այդ ամեն ինչը։ Իվան ջան, մենք նպաստում ենք ոչ միայն այդ, այսպես ասած, networking-ին, այսինքն մարդկանց շփմանը, մենք նպաստում ենք նաև մեր ներկայությունը օգնում է մարդկանց պահպանել նաև իրանց ընտանիքները։ Ես բազմիցս ասում եմ, որ այսօր եթե ձեր երեխան, ասենք օրինակ հայերեն է խոսում, դա դեռ չի նշանակում, որ ինքը հայ է։ Եթե ձեր երեխան պարի դպրոց է գնում, հայկական պարում է, դա չի նշանակում, որ ինքը լիարժեք հայ է։ Որովհետև հայը ինքը ունի հոգեկերտվածք։ Այսօր ես շատ փայլուն օտար մարդկանց գիտեմ, որ հայերեն են խոսում։ Նույնիսկ լրտեսները, որ ուզում են Հայաստանը քանդեն, հայաստանցուց ավելի լավ հայերեն են խոսում, բայց ով որ հայերեն է խոսում, դա չեղավ հայ։ Դու հային կարող ես տարբերել իր արժե համակարգով, իր հոգեկերտվածքով, իր հետ շփվելով։ Այսօր ես Ամերիկայում աշխատում եմ պետական համակարգում, այսօր ես այն տեսակ, ասենք, խարդախությունների հետ եմ առնչվում կամ հայկական մենտալիտետին բնորոշ ինչ-որ երևույթների, որ ես շատ մեծ ցավ եմ ապրում, որովհետև հայը այդ իր արժե համակարգը, իր հոգեկերտվածքը բերել է, հավասարացրել է այլ մարդկանց կամ այլ ազգերին բնորոշ արժե համակարգի եւ անում է այն նույն բաները, ինչ որ օտարները։ Մի փոքր կներեք, եթե քաղաքականացվում է այս ասելիքս, այս վերջերս որ այդ ամերիկյան թուրք ծագումով պաշտոնյան, որ եկել էր Կալիֆոռնիա եւ հայկական բիզնեսները սկսեց հետապնդել, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ համը շատ ենք հանել։ Եվ որպես պետական պաշտոնյա ես ինքս էլ տիրապետում եմ շատ մեծ փաստերի, բայց մեզ արգելված է, որ մենք ասենք զանգենք, զգուշացնենք, ասենք տեղեկացնենք, բայց հավատացնում եմ ձեզ, որ բնության մեջ տիեզերքում, մանավանդ Միացյալ Նահանգներում ոչինչ անհետևանք չի լինում եւ այնպես չի, որ դու կարող ես այնպես անել, որ աննկատ մնաս։ Ասածս ինչ է, որ ամեն բան իր հատուցման ժամանակը ունի եւ գալիս է այդ հատուցման ժամանակը։ Մեր նպատակն է, որպեսզի մարդկանց ինչքան հնարավոր է բերենք ավելի ինտելեկտուալ եւ ավելի հոգեվոր դաշտ, որովհետեւ նյութական աշխարհը, ինչպես ասեցի հանդիպման սկզբում, չարից է ստեղծված եւ չարով էլ ավարտվելու է։ Կներեք, հա, հազար ներողություն, ձեր միտքը ընդհատիմ, ձեր մտքերը կարելի անսահման նստել լսել, բայց հենց նոր հիշեցի համացանցով այդ դեպքերից հետո մի հայ գնում է բժշկական, ասենք վթարա ունեցել, գնում է բժշկական ստուգման, այդ բժիշկները նայում են, ասում են հայ եք, բան որ նայում են, օ ասում է ուրեմն մի fake բան կամ մի կես բան եկել եք, այստեղ են դե կար թված լուրջ տղա, այդ ամերիկացի բժիշկներին 10-20 հոգու, անենց պատմեց, անենց նկարագրեց, ես այդ մարմինը սխսփում ուրախությունից, ասում եմ ուրեմն ուշադիր լսեք, դուք խառնել եք երևի հայը, որ այտենց հայը մինակ հա կարող է մի քանի հոգի այտենց ինչ-որ խարդախությամբ ձեր մոտ եկել են, ասում եմ հենց հիմա այդ որ էխո որ անում են, ոնց է կոչվում, այդ էխո որ անում եք, դա հայն է ստեղծե, կոֆեի ապարատը անգլերեն էլ դե լավ կրթված տղա, որ խմում ես, դա հայն է ստեղծե։ Այս ավտոմատ փոխանցման տուփը, բանկոմատը, չգիտեմ, հիմա երեխեք ունենք, որ հայն է ստեղծե։ Այսինքն ձեր այդ մեծ Ամերիկայի մեջ 10-20 հոգի հայեր կան, որ իրանցով է Ամերիկան, ավելի լավ է քիչ, բայց որակով 10, բայց այդ անգլերենով ինքը ավելի ոգեշնչված պատմել է։ Այդ բժիշկներին այն օրնադրե, որ ոտքի են կանգնե, ծափահարել են այդ մարդուն, այդ մթնոլորտը ես արդեն պատկերացրի ինքը ոնց է պատմել։ Իր եթերի ժամանակ էլ են հենց նկարագրեց։ Ու հազար անգամ ներողություն են խնդրել ու ասել են, օ դուք տարբերվում եք խելացի, ասել է, չէ, մի խառնեք իրար։ Լավ մի խառնենք, մենք ամենախելացի, ամենալավ ազգն ենք ու պատմություն ունեցող ու ստեղել, ասում եմ, կարամ անսահման թվարկեմ արարիչ հայերի, որ ստեղծող ձեր Ամերիկան հաշված հայերը նենց են ստեղծել, որ հարյուրավոր, միլիոնավոր, ասենք, ամերիկացի օտար ազգեր որ ստե ապրում են, այդքան արժեք չեն ստեղծել, քան 1, 2, 3 հայ։ Ու դուք մի խառնեք, որ մի քանի հայ, ասենք, ինչ-որ ուրիշ բաներ են արել։ Իվան ջան, ես իմ ասածն է, որ հասկացանք, սաղս գիտենք, ստե ով ինչով է զբաղվում, ինչա,
բայց իրար չգցենք, իրար հետևից չասենք, բան, ընդհակառակը արել ես, ինչ եղել է, ինչ չգիտեմ, օգնենք մի բան, ոչ թե մեկը մի բան է չափազանցնում վատ, այն ոնց է ասենք մի հատ դեպք ալում, Աստվածչանի ասենք, մի հատ դեպք ալում, մարդեն ասենք թե խփում, ամբողջ հայություն ասում են, «Օր էսի չէ», չեն ասում, գնանք, տենանք կամ ասենք հաջողությունա հասնում, նոր են ասում, «Օ, տես հասավ դրան», բայց չեն ասում օգնենք սկզբից մինչև հասնի դրան։ Այդ բախումները անսահման է այստեղ։ Կամ ասենք նոր եկած, հին եկած, նոր եկա լավ ավտո եք շում, ոնց, երեք եկել լավ ավտո, մենք 30 տարի առաջ եկել ենք, դες ինչ հին ավտո ենք քշե, էս ենք հարային ենք հարե, որ հասել ենք։ Հիմա ինքը եկելա ուրիշ ժամանակ, հիմա քշում է, ասա ապրես, հալալա մեր հայնա քշում է։ Ու տես կարամ անսահման օրինակներ ինձ հետ էլ կապված, ռեալ թվարկե, որ ինձ հետ կապված այնպես բաներ ա եղել, որ հետո մի օր մի եթեր կդրամադրեմ այդ ռեալ օրինակներին, որը տենց է։ Հիմա դրա համար ծնվեց այդ իմ հաղորդումը, ոչ թե դնենք վատաբանենք, այլ մեր հաղորդումը, մեր ձեր նման մարդկանց միջոցով սեմինարներ, միջոցառումներ, թատրոն, համերգ, շփումը, բիզնես, որ իրար օգնեն։ Այդ խոսալը հասկացանք, բայց դրանով դու ես աշխարհում բան չես, իրար մեջ խոսալը էդի բան չի։ Կամ ասենք հայը հային, ասենք աշխատելա փողը չի տվեք կամ ինչ-որ վատ բան ասե, բայց 1000 տրիլիոն տոկոս կարամ ասեմ, չկա տես մի հատ հայ, որ կարամ հատ Մեքսիկի մի բան ասի վատ խփի մի բան, կվառեն, կջնջխեն, կգցեն ընդե, մի վարկյանում, որտեղ իրանք ասենց բան են, ասում եմ այն հավաքարը, այն խոտ մակրովին չես կարա մատով կնել կամ վիրավորես, բայց իրարու ինչ ասես ասում են, Իվան ջան, ուրեմն շատ հետաքրքիր խնդիր ես բարձրացնում, ես հասկացա, որ նաև մեր խնդիրների կարևոր մասը, որ ասում ես հայը հային չի վստահում կամ վատաբանում է, նաև գալիս է երկխոսելու մեծ վակուումից, այսինքն տես, մեր հարթակը ինքը նաև հարթակ է, որտեղ որ հրավիրում ենք մարդկանց, ինտելեկտուալ կամ ասելիք ունեցող մարդկանց, կարծիք ասող մարդկանց, որպեսզի գան մարդիկ երկխոսեն, կարծիք արտահայտեն, երբ որ մարդկանց մեջ այդ բացը լինում է, չեն երկխոսում, սկսում են, այն որ ասում է պատերի տակ արդեն փսփսալ, մենք փսփսում ենք ավելի շատ մեջքի հետևից խոսակցություններ ենք տարածում, քան նախընտրում ենք, ենթադրենք բոլորով հավաքվենք, Գարեգին Նժդեհը մի հատ լավ խոսք ունի, ասում է, ես ոչ թե մեղավորին եմ քննադատում, այլ մեղքը։ Հիմա մեր հայ իրականության մեջ ավելի շատ սկսում են հանցագործին կամ մեղավորին անպատվել, ինչ վիրավորական խոսքեր ասես, որը որ ծնում է իր մեջ ավելի մեծ հանցանք գործելու ցանկություն։ Բայց երբ որ դու մարդուն ասում ես, եղբայր, դու շատ պատվարժան մարդկանց երեխա ես, դու շատ հարգելի միջավայրի տղա ես, այ գիտես, այս բանը որ դու արեցիր, սա հանցագործություն է կամ սա մեր մոտ չի հարգվում։ Երբ որ դու մեղքն ես, այսինքն արարքն ես սկսում քննադատել, այդ մարդը ավելի շուտ է ուղղվում։ Հիմա դրա համար մեր հայ միջավայրում դու հիմա բարձրացրեցիր այդ խնդիրը, որ ավելի շատ մեղավորի մասին են խոսում, քան մեղքի, եւ ավելի շատ մեղավորը այն մարդը, ով բռնվել է, ով որ հələ չի բռնվել, համարում են փայլուն ընտիր մարդ։ Դրա համար այս ջայլամային մոտեցումը, որ մենք ունենք, որ բոլորս բոլորի մասին գիտենք, բայց ամեն ինչ լավ է, մինչև այդ մարդը ենթադրենք չի բացահայտվում, նոր չեն սկսում խոսալ։ Այդ շատ վատ է։ Դրա համար մենք պետք է բոլոր երևույթները մենք հարթակ ենք տրամադրում, որպեսզի մարդիկ հավաքվեն, խոսան, եւ եթե մի քիչ չգիտեմ, ես որ ձեր հաղորդման ձևաչափի մեջ ոնց կտեղավորվի կամ արդյոք ճիշտ է ասեմ թե չէ, բայց այսպիսի մի բան կա, որ ասում են քրեական ենթամշակույթ կրող անձնավորություն։ Եթե դուք այսօր մի հատ հետևեք քրեական ենթամշակույթ ունեցող իրականում հեղինակություն ունեցող մարդկանց, այդ մարդիկ բավականին ինքնակրթված մարդիկ են, ինչի։ Այդ մարդկանց համալսարանական դիպլոմները իրանց չի օգնում, որպեսզի իրանք կարողանան կառավարեն։ Այդ մարդկանց նպատակը կառավարելն է որոշակի խմբերի։ Եվ այսօր մարդկանց դու ոնց կարող ես կառավարել քո մտքով, քո գաղափարով եւ քո փորձով։ Իսկ այդ ամեն ինչը ինքնակրթության արդյունք է, ինքնազարգացման արդյունք է։ Եվ այսօր որ մենք զինծառայության մեջ լիքը խնդիրներ ունենք, երբ որ տղաները գնում են, այսքան իրար մեջ կռվում են, վիճաբանություն, զոհերա լինում ինչի համար, որովհետև տեղի ունենում արժե համակարգերի բախում։ Ինտելեկտուալ ընտանիքի երեխաները, ասենք, շփվում են մեկ այլ միջավայրի երեխաների հետ, ովքեր որ ասենք ուրիշ արժե համակարգում, ուրիշ միջավայրում են մեծացել, եւ այդտեղ արժե համակարգերի բախում է դուրս գալի, եւ այդտեղ պետք է հիշեմ մեր զոհերից Մովսես Գեորգիսյանին,
ինքը մի հրաշալի խոսք ուներ, ասում էր բարին ուժեղ է, բայց չարը շատ է։ Տես ինչ անհամաչափ համեմատություն է անում, այսինքն ես ու դու Իվան ջան շատ բարի, շատ ուժեղ տղեկ ենք, բայց մենք երկուսով ենք, դրանք 200 հոգի են, չարը 200 հոգի է։ Այդ ցիկլն է, էլի։ Հիմա մենք Ամերիկայում հայտնվել ենք այդ բանը, լավ ժամանակները ծնում են թույլ մարդկանց, հիմա մենք այդ ենք դառնում, ազգովի։ Իվան ջան, հենց մեր համահայկական ինտելեկտուալների հարթակի նպատակը նա է, որպեսզի ձևավորենք ուժեղների հասարակություն, ուժեղների միջավայր, որովհետև ուժեղներն են կարողանում ստեղծեն լավ ժամանակներ։ Իսկ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում լավ ժամանակներ են, բայց ոչ թե մեր հայ ուժեղներն են ստեղծել, այլ ասա ամերիկյան արժեհամակարգի ուժեղների ստեղծած լավ ժամանակներն է, որի մեջ հայերը, ինչպես ես նախկինում նշեցի, ուժեղ ժամանակներում ծնվում են թույլ մարդիկ։ Թույլ մարդը դա ճակերտավոր ասած այն մարդն է, որը հարմարվել է կոմֆորտին։ Այս վերջերս մի միտք իմ մոտ եկավ եւ նաեւ երևի թե մեդիա աշխարհից էր տպավորվել, ասում եմ մենք այսօր փարավոնից լավ ենք ապրում։ Մենք այսօր ֆրանսիական կայսրերից, ռուսական կայսրերից լավ ենք ապրում։ Գիտես ինչի։ Որովհետեւ ամեն առավոտ մենք բաղնիքում լողանալու հնարավորություն ունենք, այդ մարդիկ չեն ունեցել։ Մենք այսօր ունենք շատ պրիմիտիվ, ասենք, այսպես ասած, restroom գնալու հնարավորություն։ Ունենք ջուր, ունենք հիգիենայի բոլոր պարագաները, այդ մարդիկ չեն ունեցել այս ջրմուխ կոյուղիները ժամանակին։ Այսինքն, այս կոմֆորտը, որ մենք ունենք հիմա, այդ մարդիկ չեն ունեցել, բայց այս կոմֆորտը մեզ բերել է այն աստիճանի, որ այն ժամանակ, եթե մարդիկ բազմազավակ ընտանիքներ են եղել, այդ մարդիկ զորահրամանատարներ են եղել, այսօրվա տղաներին, որ նայում ես կամ այսօրվա կանանց, մի հատ թույլ, հուսահատ սերունդ է մեծանում։ Տղամարդկանց մեջ պակասել է տղամարդկությունը, կանանց մեջ կանացիությունը։ Կանանց ավելի շատ տեսնում ես, որ ասենք արտաքին գեղեցկությանը, բարեմասնությանը ավելի մեծ նշանակություն են տվել, բայց իրանց մեջ պակասել է կանացի էներգիան, ասենք նայում ես չես հասկանում, ինքը ավելի շատ քեզ տղամարդ է հիշացնում, թե կին է ամեն դեպքում։ Իսկ տղամարդկանց էլ նայում ես չես հասկանում, ասենք այս տղամարդը ավելի շատ տղամարդ է, երբ որ ինքը ինչ որ վիրավորական խոսքեր է ասում կամ չգիտեմ ավելի շատ փող է աշխատում, թե ինքը արժե համակարգով է տղամարդ, կարողանում է բարձր պահի իր ընտանիքի պատիվը, իր կնոջ պատիվը եւ նույն ձևով վերաբերվում է ուրիշի կնոջի ընտանիքի հանդեպ։ Բայց այսօր ինչ է տեղի ունենում։ Խոսում ես տղամարդկանց հետ, զգում ես, որ այս տղամարդուն, եթե մեկ ուրիշի կնոջ կամ ընտանիքի մասին մի բան է խոսում, այս մարդուն ուրեմն չի կարելի բերել քո ընտանիք այլևս։ Որովհետև այդ մարդու մեջ տղամարդկային էներգիա այլևս չկա, ինքը դառել է կներեն, թողներեն ինձ կանայք, ուղղակի խոսքն է, այդ մարդը դառել է կին արդեն այդ տղամարդը։ Որովհետև ինքը ընդհանրապես այստեղ այնտեղ տարբեր մարդկանց հետևից խոսող կամ բամբասող մեկն է դառել։ Դրա համար մեր նպատակը այն է, որպեսզի կարողանանք այդ աշխարհաստեղծ էներգիան, որ Աստված ստեղծել է տղամարդուն իր կերպարով, իր տեսակով, յուրաքանչյուր տղամարդ պետք է պատասխանատվություն վերցնի, որ ինքը Աստծո ստեղծագործությունն է եւ ինքը Աստծո նման պետք է վերաբերվի յուրաքանչյուր մյուս էակին, կնոջը, երեխային եւ մեծերին։ Բայց այսօր տեսնում ես, որ տղամարդը, շատ տղամարդիկ կորցրել են իրանց մեջ այդ որակը եւ իրանք ավելի շատ այլ որակական արժեքների տուրք տալով հեռացել են, գնացել են օծի հետևից, ոչ թե Աստծո։ Այո, օծն էլ այդ եդեմական դրախտի օծը նկատի ունի։ Եվ նույնը վերաբերում է կանանց։ Եվ եթե այս աշխարհաստեղծման կանոնները մարդիկ, կանայք եւ տղամարդիկ ճիշտ պահպանեն իրանց մեջ, իրանց էներգիայի մեջ մնան, վստահաբար ներդաշնակ կլինի իրանց ընտանիքը։ Հիմա մեր նպատակները, ինչպես ասացի, ստեղծենք մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եթե կստացվի նաեւ մեր Սփյուռքի այլ համայնքների հետ մենք հիմա կատարում ենք on-line աշխատանքներ, Zoom-ի միջոցով կատարում ենք տրեյնինգներ, հանդիպումներ, սեմինար քննարկումներ։ Մենք ուզում ենք այս արժեքները որպեսզի տարածվի, որպեսզի ձևավորվի միջավայր, համապատասխան մարդկանց խումբ, ովքեր որ կիսում են մեր գաղափարները, համակարծիք են մեր հետ եւ իրանց հոգեկերտվածքով ավելի հետ դառնան այդ արժեքներին, քան այս նյութական արժեքներին, որը որ քանդում է իրանց տունը։ Իսկ մեր ծրագրերն են հիմնականում որոնք որ ուղղված են ընտանիքներին, որոնք որ ուղղված են անձի ինքնազարգացմանը եւ որոնք ուղղված են մարդու ապրելու եւ նրա պայմանների բարելավմանը այն երկրում, որտեղ որ ինքը ապրում է։
Դա միջանձնային հարաբերություններն են։ Դա կարա լինի մարդկանց հետ կոնֆլիկտների կառավարումը, դա կարա լինի time management-ը, ինչպես դու ճիշտ կառավարես քո ժամանակը, որպեսզի քո ժամանակը արդյունավետ լինի թե քո ընտանիքի համար եւ դա լինի եկամտաբեր։ Ասենք օրինակ time management-ը ժամանակի կառավարումը շատ կարեւոր գիտելիք է։ Մեծ մասը մտածում է, որ ժամանակի կառավարումը դա հենց ժամանակի վրա իշխելն է, բայց հակառակը ժամանակի կառավարում նշանակում է կառավարես ինքդ քեզ ժամանակի մեջ։ Այսինքն այդտեղ լիքը հնարքներ կա, մի սեմինարի ժամանակ ես կարծեմ հիշում եմ, որ դուք ներկա եք, ես խոսեցի թե 24 ժամը ինչպես կարող ես դարձնել 28 ժամ։ Հա, ես մի անգամ ընկերոջս ասել 24 ժամ, ասում եմ ոնց, ասում եմ ասենք այդ 6 ժամ պիտի գործ անես, այդ կարած 2 ժամում անես։ Այո, մի մասը թողես մեկ ուրիշի վրա։ Ուրիշ գործ անես եւ դες այդ ժամանակի մեջ կարանաս ամեն ինչը, ինձ էլ որ հաճախ Ամերիկա ասում են ոնց ես հասցնում առավոտ 7-ին արտանում ես, գնում ես, ասենք աշխատանքի ծերերի կենտրոն, հետո գնում ես թատրոն փորձի, որ թատրոն փորձ, հետո գնում ես ուրիշ աշխատանքի, հետո քշում ես, հետո գնում ես, ոնց ես հասցնում այդ, հետո ընկերներիդ, հետո տարբեր աշխարհի ծայրում խոսում ես հեռախոսով, ինչ որ կարողանում ես այդ ընթացքում մեկին օգնում ես, ասում դա տենց արդեն ոնց որ մոտս ձևավորվել է ու հասցնում եմ։ Հիմա որ ինձ մեկ ասում են, դե ժամանակ չկա, դե չի լումբան, ասում եմ ոնց, պետք է այդ ամեն ինչը ձգտես, հասցնես, անես։ Իվան ջան, ուրեմն առաջի անգամ որ Հայաստան գնացի, ընկերներս հարցնում էին Մանուկյան ջան, որ եկար Հայաստան, առաջինը ինչ տարբերություն զգացիր, գիտես ինչ եղավ պատասխանս, ասի մենք հայաստանցիներով ինչքան ծույլ ենք եղել։ Գիտես ինչի, որովհետև Ամերիկան մեր մեջ այնց ռեժիմ միացրեց, որ ես երբեք Հայաստանում այս ռեժիմով չեմ ապրել, ու ես զգում եմ, որ իմ կյանքում ինչ ձեռքբերումներ ունեմ, իմ այս ամերիկյան ռեժիմի շնորհիվ է որ ունեմ, որովհետև իմ ընկերները հիմա մինչև այսօր որ խոսում ենք, ասում են, Գևոր դու քնում ես թե չէ, երբ որ տեսնում ենք դու միշտ գործողության մեջ ես, միշտ կապի մեջ ես եւ ինչ որ մի բան անում ես։ Ասում եմ, տղեկ, Ամերիկայում քնելը ձեռնտու չի, որովհետև նախ առաջինը դու պետքա քո կենցաղը ապահովես, իսկ դրանից բացի, եթե ասենք Իվանի նման կամ մեր մյուս լավ ընկերների նման, որ դու ուզում ես նաև օգտակար լինես քո միջավայրին, քո հանրությանը, քո համայնքին, դու պետքա հասարակական կյանքով ես զբաղվես, դու էլ քնելու իրավունք էլ չունես։ Եվ դրա համար բոլոր ինչի ասացի, բոլոր աշխարհի հարուստները ժամանակի կառավարումը, time management-ը ասում են, որ պետքա սկսես սահմանափակես քո քնելու ժամանակը։ Իհարկե ֆիզիոլոգիայով դու պետքա պահպանես այն ժամանակահատվածը, որ քո օրգանիզմում այդ համապատասխան հորմոնները պետքա արտադրվեն, որպեսզի վերականգնվի, բայց դրանից ավել, այսինքն դա մոտարապես 4-5 ժամվա գործ է, այսինքն 5 ժամից ավել քնելը արդեն ինչպես անգլիացիներն են, ամերիկացիներն են ասում waste of time, քո ժամանակի վատնում է ուղղակի, ինչի պիտի 3 ժամ ավել քնես, եթե դա քեզ օգուտ չի տալի, երբ որ դու կարաս այդ 3 ժամը ավելի շուտ արտանաս եւ ավելի հետաքրքիր գործերով զբաղվես։ Դե իհարկե time management-ը մենակ քնի սահմանափակումը չի, այլ բաները, դա արդեն մեծ թեմա է։ Բայց մի հատ շատ կարևոր թեմա եմ ուզում անդրադառնամ տղամարդկանց եւ կանանց վերաբերյալ։ Տես, որ այսօր ամբողջ աշխարհում տղամարդիկ ձգտում են կոմֆորտի, հարմարավետության, բայց ուզում եմ ասեմ, որ այն տղամարդը, որը որ ավելի շատ դիսկոմֆորտի մեջ է լինում, ինքը ավելի շատ է իր տղամարդկային էներգիան պահպանում, քան այն տղամարդը, որը ապրում է կոմֆորտի մեջ։ Եվ ուզում եմ մեր տղամարդկանց ասեմ, որ երբեք թող չընկճվեն, չնեղվեն, որ իրանց կյանքը դժվար է, բարդ է եւ իրանք անընդհատ պետք է ստիպված լինեն խնդիրներ հաղթահարեն, ասեմ ձեզ, որ դա տիեզերքից, Աստծուց, երկնքից տված բան է, որ տղամարդը միշտ պետք է խնդիրներ լուծի, կարգավորի եւ երբ որ ինքը ուզում է հրաժարվի դրանից, ինքը հրաժարվում է իր տղամարդկային էությունից։ Այնպես որ շատ նորմալ է, փառքով պատվով պետք է տղամարդը կարողանա արտաքին աշխարհում կատարի իր այդ գործողությունները եւ ես վերջերս բավականին հետաքրքիր իմ մոտ ինչ որ բան է արտնացել, որ ավելի շատ անդրադառնում եմ միջնադարյան հերոսներին, գլադիատորներին, ասպետներին, խաչակիրներին եւ մեկ-մեկ sense զարմանում եմ այդ մարդկանց զենք ու զրահը որ տեսնում եմ, այդ դրանց քաշը, այդ երկաթից սաղավարտները ապշում եմ, ասում եմ, եթե այսօրվա այս սաղավարտը մի հատ հայ տղայի, ասենք կամ մի հատ իրան լավ տղամարդ համարող մեկին հագցնենք, ասենք, արդյոք մենակ ինքը այդ սաղավարտի ծանրությունը կարա տանի դիմանա կամ ելուր մնաց այդ թուրը որ վերցնում ես քիչ ամնում ձեռքդ արմունկդ կոտրվի իսկ իրանք այդ արմունկով ձի վրայից ասենք
մարտեր են վարել եւ ասենք ճակատամարտեր են հաղթել։ Իսկ այսօրվա մեր կոմֆորտ կյանքը ինչ է բերել։ Մի հատ փորձենք ինձ համեմատենք, ասենք Գևորգ եմ, անունս Գևորգ է, ինձ համեմատեմ Գևորգ Մարսպետունու հետ։ Ես երևի Գևորգ Մարսպետունու չգիտեմ, թուրը 2 ձեռով պետք է իրան հազիվ տայի։ Այսենց հերոսներ ենք մենք ունեցել, որ մեր ժամանակաշրջանում, քանի որ իմ առաջին մասնագիտությունը ես նաև պատմաբան եմ, շատ հաճախ իմ գիտելիքները փոխանցում եմ պատմության հետ միաժամանակ, որ օրինակներ բերեմ, որ մարդը ավելի վիզուալ կամ պատկերավոր հասկանա, թե ինչքան լավ կյանքի մեջ է ինքը ապրում եւ ինքը իրավունք չունի թույլ լինի եւ ինքը իրավունք չունի ունենա այտենց նման կենցաղային խնդիրներ, որովհետեւ ինքը ավելի լավ ժամանակներում է ապրում։ Էսա մեր նպատակը, ծրագիրը ամրապնդել հայ ընտանիքը, ամրապնդել մեր միջավայրը եւ տարածել մեր արժե համակարգը հարգող մարդկանց, ձևավորել մի հատ ինտելեկտուալ համայնք, որտեղ որ մենք կարող ենք միասնական լինել մեր մշակույթի մեջ, մեր հոգեվոր արժեքների մեջ եւ համատեղ անմասն չմնալ մեր համայնքում եւ հայապահպանության հետ կապված ցանկացած միջոցառումներում բերել մեր ավանդը։ Օրինակ վերջերս ինձ Հայաստանից գրեց մի երիտասարդ, որոնք որ ուզում են ստեղծեն հայկական մուլտերի ինչ որ մի շարք, որտեղ որ պետքա քարոզվի հայկական մշակույթը, հայոց լեզուն, հայ բարբառները, հայոց բնաշխարհը եւ իրանք որոշակի դրամական նյութական կարիք ունեն, մենք մեր խմբի միջոցներով փորձեցինք որոշակի դրահավաք կատարենք եւ փոխանցենք Հայաստան, իդեպ Արցախահայեր են հեղինակները, այսինքն մեր լինելիությունը, այսինքն բնության մեջ մարդը իր լինելիությունը պետք է նաեւ կարևորի մեկ ուրիշին օգտակար լինելով։ Եվ երբ որ դու դա անում ես, դու խրատում ես, դու դաստիարակում ես, որպեսզի քո ընկերն էլ այդ վարքագիծը ձևավորի։ Կներեք մի հատ բան էլ ասեմ, կպցնողների հասարակություն ենք դարձել, քերողների հասարակություն ենք դարել։ Եվ այս Ամերիկայում, քանի որ այդ հնարավորությունը շատ կա, բոլորը գնում են այդ ուղղությունով։ Բայց ես ասում եմ, նայեք, դրան համարժեք ավելի հեղինակավոր եւ պատվավեր ապրելակերպ վարքագիծ, կարակ այդ վարքագծով անեք եւ ավելի հարգանքը կշատանա։ Ես վստահ եմ հիմա, եթե ես գնայի այդ ճանապարհով, Իվան ջան, ես այսօր քո հյուրը չէի լինի։ Դու ինձ կարևորել ես, արժևորել ես, որովհետեւ դու զգում ես, որ համայնքում կա մեկը, որը ուրիշ ճանապարհ է ուզում բացի, եթե բացված չի, իսկ եթե բացված է, աշխատող չկար այդ դաշտում, ես եմ սկսել այդ դրանով զբաղվել, ուրախ կլինեմ, երբ որ իմ հետ միանան, համագործակցեն։ Բայց ցավոք սրտի հայ հասարակության մեջ ընդունված է, որ այն մարդը, որը որ սկսում է արժեքներ ստեղծել, այն մարդը, որ սկսում է լավ գործ անել, փոխանակ իր հետ համագործակցեն, անընդհատ իրան խանգարում են, անընդհատ փորձում են իր դեմը արգելքներ դնել, որ այդ մարդը չերևա, որովհետև ասում են, եթե ես չեմ կարող, ինքն էլ թող չանի։ Դա էլ կա, բայց դրա համար եմ ասում Իվան ջան, եթե ես ինչ շրջապատեմ քո նման մարդկանցով, ես ժամանակ չեմ ունենա այդ մարդկանց ասածը կամ արածը քննադատեմ կամ ուսումնասիրեմ։ Ես անընդհատ իմ գործով, անընդհատ իրանց խոսքին առաջ եմ անցնելու։ Իմ համար կարևորը, որպեսզի մեր արարքները, մեր գործունեությունը, մեր ծրագրերը առաջ անցնեն մեր խոսքերից եւ տեղ չտան, որպեսզի ինչ որ մարդիկ քար նետեն։ Եվ ինչպես ասում է հայտնի ասացվածքը Չերչիլի կողմից, ամեն հաչացող շան վրա որ կանգնես քար նետես, երբեք տեղ չես հասնի։ Դրա համար մենք մեր գործն ենք անում։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր նման մարդկանց, ովքեր կկարևորեն մեր գործունեությունը, ովքեր իրանց ներդրումը կունենան, որպեսզի մեր մասին մարդիկ տեղեկանան, միանան, եւ մենք էլ կփորձենք մեր ուժերով օգտակար լինել մեր հանրությանը, մեր համայնքին, ձեզ եւ այն բոլոր խմբերին, ովքեր որ կիսում են մեր արժե համակարգը։ Մեզ կարող են միանալ 21 տարեկանից մինչև 90 տարեկան երիտասարդները, մենք բոլորի հետ բացենք, բոլորի համար ունենք ծրագրեր, ինչի ասեցի, որովհետև ես գիտեմ, որ այն խմբում 70-ից բարձր խմբում, որտեղ իմ գիտելիքները չեն բավարարի, Իվան ջան, ես այդտեղ կանչեմ քեզ, քո օգնությամբ մենք կարանք հետաքրքիր ծրագրեր մշակել հայրենիքից համար։ Նույնպես, մեկս մյուսով պիտի թեև թիկունք լինենք ու բարձրանանք ու իրար ամենակարևորը հարգենք, սիրենք, մեր նպատակը է, որ այն մյուս օրինակներով ոչ թե վատաբանենք, այլ բրեխտ ասում է քո օրինակը պետք օրինակ ծառայի, որ մեր օրինակով ծառայենք, այն մյուսներն էլ տեսնեն, միանան, հարգեն, սիրեն իրանց տեսակով։ Շատ շնորհակալություն Մանուկյան ջան, ձեզ նորանոր հաջողություններ, լավ մարդիկ գան, կրթվեն եւ ամենակարևորը այդ գիտակից մթնոլորտում լինեն ու երբեք չեն կժվեն, չվախենան
չեն իմանում, գան տենան իմանան, ասենք, մարդը ասում է, «Էս չգիտեմ որտեղ ինչ է»։ Գնա տես, հա, չգիտես, գաս տենաս իմանաս։ Որպեսզի կարողանանք ավելի մեծ Իվան ջան, կներես ընդհատեմ, այն մարդը, որը ասում է չգիտեմ բան, չէ, անգլերեն լավ խոսք է, excuse-ներ են, այսինքն դրանք ընդհանրապես արդարացումներ են։ Էլի եմ ասում, ցանկացող մարդը կիմանա, ով որ ցանկանում է մի բան վերցնի, ինքը ճանապարհը կգտնի։ Դրա համար ես չեմ էլ ուզում ստիպեմ մարդկանց կամ համոզեմ, խնդրեմ, ասեմ, եկեք, տեսեք, մենք մեր գործն ենք տարածում, ով որ այդ գործը կհավանի, կսիրի, ինքը կներեք, էլի, մի հատ sense մի քիչ խոսակցական բառ ասեմ, ինքը կֆայմի, մի հատ մեսեջ գրի, կներեք, մենք ձեր հետ ոնց կարող ենք կապվել կամ ոնց կարող ենք ձեր ծրագրերին մասնակցել։ Բայց եթե մարդը տեսնում է, հավանում է, լայքում է, ուզում է միանա, բայց ձևը չգիտի, կներես, բայց չեմ էլ ուզում այդ մարդուն ձևը սովորացնեմ, որովհետև մի հատ էսպիսի лав խոսք կա ռուսերեն է։ Ռուսերեն ասեմ, բայց հետո հայերեն կթարգմանեմ, որտեղ մեր լսարանում կա։ Ասում է «Дело спасения утопающего это дело самого утопающего»։ Ասում է խեղդվողի փրկության գործը հենց այդ խեղդվողի գործն է։ Ուրիշ ոչ մեկի գործը չի, այսինքն եթե դու խեղդվում ես, ամեն ինչ արա, քերձի, ճանգռի, փրփուրներից, ավազներից, խոտերից բռնվի, ինքդ քեզ ազատի, մի սպասի, որ ինչ որ մեկը պարտական է գա քեզ փրկելու։ Շատ ուժեղ ասացված կա։ Դրա համար հիմա այն մարդը, որը ուզում է փրկվի, ինքը ճանապարհը կգտնի, ոնց կրթվի, ոնց իր ընտանիքը բարելավի, ինչ մասնագետի դիմի, ինչ մարդկանց հետ շփվի։ Դրա համար մենք միշտ բաց ենք այն մարդկանց հետ, ովքեր որ իրանց մեջ ուժ են գտնում եւ կարողություն ունեն ընդհանրապես մեր հետ կապվելու։ Եթե կապվեց ամենափոքր, ասենք, կոնտակտը եթե ստեղծվեց, ես խոստանում եմ իրանք այլևս մեզանից չեն հրաժարվելու, որովհետեւ մենք կարողանում ենք ապահովենք այդ միջավայրը, որ մարդը հետո կարոտում է մեզ, ասում է, այս ամիս չենք հանդիպելու, այս անգամ որևէ բան չենք անելու։ Շատ շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Մեզ հյուրընկալվելու համար մեր հովանավորի կողմից էլ Cosmopolis ռեստորանային համալիրի կողմից այս գեղեցիկ զեղչի կտրոնը միջոցառումներ անցկացնելու համար կարող եք դիմել, ամեն ինչ կաջակցեն, կօգնեն։ Մեծ սիրով։ Եվ նաև մեր մյուս հովանավորը Ericsson Art, որ Instagram-յան իր էջը մեր նկարիչ Աշոտը ձեռքով նկարել է, ճիշտ ասած, ես ասեցի ինչ հզոր մարդ է մեր հյուրը, ինքը իր պատկերացումով նկարել է սա Տիգրան Մեծը եւ մեր հայկական զինանշանը Տիգրան Մեծի ժամանակից մինչեւ մեր օրերը խորհրդով։ Շատ շնորհակալ եմ նվերի համար, ես մեծ պատվով կկրեմ այս շապիկը եւ երևի թե ինքը կարդացել է իմ հոկեին ու իմ ներաշխարհը, որովհետեւ չգիտեմ տարիքով է պայմանավորված թե մասնագիտությունով ես այս արժեք համակարգի, ես այս կերպարների կրողն եմ ուզում լինեմ եւ տարածողը, հուսամ այս շապիկի մեջ մեծ էներգիա կա, այս սիմվոլիկան պետքա պատվով, հա, ես այս սիմվոլիկան պետքա պատվով կրեմ իմ նաեւ ներսում եւ իմ հոգում եւ շնորհակալ եմ մեր հեղինակին, որ արժանացրեց այս նվերին, անչափ շնորհակալ եմ։